Բաքուն շարունակում է կեղծ դատավարություն իրականացնել հայ գերիների, մասնավորապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ Բաքուն ներկայացրել է մի փաստաթուղթ, որը վերաբերում է իբրև ութադրբեջանցի պատանդների միաժամանակյա սպանությանը։ Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Բաքուն արգելել է Կարմիր խաչի որևէ ներկայացուցչի այցելությունը հայ գերիներին։ Դատավարությունը իբրև բաց է, բայց ադրբեջանական կողմը արգելել է անգամ միջազգային անկախ դիտորդներին ու փորձագետներին մասնակցել հայ գերիների դատավարությանը։ Հիշեցնենք, Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, Արցախի հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, երրորդ նախագահ Բակո Սահակյանը, չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և գեներալ լեյտենանտ Լյովա Մնացականյանը։ Նրանք արդեն 2 տարուց ավել է, ինչ ապօրինի պահվում և դատվում են Բաքվի ռազմական դատարանում։